ամենափառավորը տեսարաններից դա ժողովն է մի ժողովրդի։ Տվեք նրանց միության մի ուժեղ մղում, բարոյական, քաղաքական եւ սերը դեպի ազնիվ գործերը բավականության հետ կթափանցեն նրանց սրտերի մեջ։ Ողջույն ձեզ, այսօր այս վիդեոյի ընթացքում կցանկանայի մի փաստ արձանագրել հայոց արքա Տիգրան Մեծի եւ մղված հռոմեական կայսրության ներսում կամ հռոմեական հանրապետության ներսում ստրկական պատերազմի ժամանակ Սպարտակի պատերազմը նախ դուք կհարցնեք, թե ինչ կապ ունի Տիգրան Մեծը Սպարտակի հետ, նախ սկսեմ նրանից, որ Տիգրան Մեծը կառավարել է 95 թվականից մինչև 55 թվականները, իսկ Սպարտակի արշավանքները տեղի ունեցան մեր թվարկությունից առաջ մոտավորապես 70-ից 75 թվականներին այդ հատվածում եւ այդ տարեթվերին կառավարել է հենց Տիգրան Մեծը։ Եվս մեկ փաստ կա, որ Տիգրան Մեծը որոշակի հայրուձի է տրամադրում Սպարտակին, որպեսզի ապստամբությունը շարունակվի, մոտավորապես Սպարտակի ապստամբությունը տևել է մոտ 1-ից 2 տարի եւ այդ զորքը, որ ուղարկել էր Տիգրան Մեծը, որպեսզի օգնեն Սպարտակին, որ կարողանա պատերազմ մղել հռոմեական կայսրության դեմ, Հռոմի ներսում եւ Տիգրան Մեծը շատ հեռատես թագավոր էր, այդ իսկ պատճառով նրա թագավորությունը պահպանելու համար նա զորք է ուղարկում, որպեսզի Սպարտակը կարողանա ապստամբությունը բարեհաջող իրագործել, սակայն ավաղ այդ ամենը չի իրականանում նրա նպատակները, բայց կարողանում է ինչ-որտեղ Տիգրան Մեծը չեզոք մնալ այդ ամենից եւ այս տեղեկությունը շատ թաքցված է եղել եւ վերջերս եմ հայտնաբերել, որ եւ այս կապը շատ ես տեսնում եմ, որտեվ Տիգրան Մեծը ելի եմ ասում հեռատես թագավոր էր եւ հնարավորություն կար այդ ամենը իրագործելու, իսկ հայրուձիի թվականակը ես չեմ կարող ասել, թե ինչքան է ուղարկել Տիգրան Մեծը, որտեղ փաստացի փաստ որպես ներկայացված այդպեսին ինքը գոյություն չունի, ուղարկի գրված է, որ Տիգրան Մեծը ինչ որ զորք է հայրուձի է ուղարկում 7-ից 8000 մոտավորապես թիվ եմ ասում, որպեսզի Սպարտակը կարողանա ապստամբությունը շարունակել եւ Սպարտակի ապստամբությունը երկար է տևում, մոտավորապես 1-ից 2 տարի բարեհաջող նա կարողանում է ապստամբնել եւ Սպարտակի կինոներից մեկում կա այդպիսի մի դրվագ, որ հայրուձի է գալի, դա հենց հնարավոր է, որ մեր հայկական հայրուձին լինի, չգիտես ինչու, թաքցված եւ այդ իսկ պատճառով եւ այս վերջերս եմ իմացել այդ ամենի մասին եւ ցանկացա այս վիդեոյով տեղեկացնել բոլորին, որ Տիգրան Մեծը նաեւ խառնվել է հռոմեական ներսում կատարվող այդ ապստամբության ստրուկների ապստամբության, որտեղ մեր հայ ազգի մեջ այդպիսի մտածելակերպ չի եղել, որ ստրուկ լինի մեր տարածաշրջանում, ստրուկ չի եղել, ճիշտ է եղել են գրաված տարածքներ եւ այդ գրաված տարածքներից բերվել են գերիներ, բայց իրենք ինչ որ գործողություն են կատարել եւ նրանց ազատ են արձակել, որպեսզի գնան իրենց տուն կամ բնակվեն այս տարածաշրջանում, հայկական լեռնաշխարհում կամ հայկական աշխարհում եւ նրանք այդ գործողությունից հետո
ըստ ցանկության մնացել են այս տարածաշրջանում կամ գնացել են իրենց հայրենի երկրները եւ ես ասում եմ փաստ որպես միակ ազգն է, որ իր ներսում նույնիսկ ոչ մի ստրուկ չի պահել եւ այդպիսին ոչ մի տեղեկություն չունեմ, որ հայկական լեռնաշխարհում կամ հայկական արքունիքում ստրուկներ լինեն։ Իհարկե եղել են ծառաներ, բայց ծառաները ոչ թե ցածր են դասվել արքունիքի կողմից, այլ նրանք հավասար են եղել։ Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո կա դրվագ, որ թագավորներից մեկը, որ եկել էր հայ թագավոր, նշեմ, եկել էր Պարսկաստանից, բայց նա ինքնին հայ էր եւ մտածելակերպով եւ մենտալիտետով այդ թագավորը հայ էր եւ իրենց մոտ պարսկական տարածքում այնտեղ բոլորը հավասար չեն եւ տարբերություն կա թագավորի իշխանների եւ ցածր խավի մեջ, իսկ հայկական լեռնաշխարհում կամ հայկական աշխարհում այդպիսի մտածելակերպ չկա եւ բոլոր իրար հավասար են, Ռամիկից սկսած վերջացած թագավորից բոլորը իրար հավասար են եւ իրենք իրենց կարծիքը հայտնում են ամեն մեկը իր հերթին եւ բոլորի այդ կարծիքները շատ կարեւոր էին այդ ժամանակներում եւ այդ մտածելակերպով նրանք կարողացել էին պահպանել հայոց թագավորությունը։ Ճիշտ է, Տիգրան Մեծի սկսում է սխալ ուղղություն գնալ, քանի որ Տիգրան Մեծը ինքնին շատ սխալներ է թույլ տվել եւ այդպիսին ես իրեն որպես իհարկե նա շատ հաղթանակներ է տոնել, բայց վերջին պարտությունը իրեն ամեն ինչ խոսում է, քանի որ բոլոր հայկական տարածքները, որ պատկանում էին հայերին, հետ վերադարձվեց հռոմեական կայսրությանը կամ հռոմեական հանրապետությանը եւ այդ պատճառով ես Տիգրան Մեծին ինքնին չեմ համարում որպես ուժեղ, ամենաուժեղ արքաներից մեկը, ճիշտ է, կան ավելի ուժեղ արքաներ, դա առաջինը հենց Հայկ Նահապետն է, որ տիրել է ամբողջ հայ աշխարհին, Եգիպտոսից սկսած մինչև դեպի Հնդկաստան որոշ տեղեկություններ կան, որ այդպիսի տարածաշրջանին հենց հայկական աշխարհին է նա տիրել եւ նա կառավարել է հավասարի մտածելակերպով, այսինքն բոլորը իրար հավասար են եղել եւ իրենք իրենց մեջ կուրքեր չեն ստեղծել եւ միայն Արարիչ Աստծուն են համարել միակ Աստվածը եւ իրեն են երկրպագել եւ ամեն ինչ իրենով են առաջնորդվել եւ հենց Հայկ Նահապետի պատգամն է եղել բոլոր իր ժառանգներին, որպեսզի նրանք միայն երկրպագեն Արարիչ Աստծուն եւ ուրիշ կուրքեր, ուրիշ աստվածներ իրենց համար չստեղծեն եւ նաեւ ինչու՞ չէ Հիսուս Քրիստոսն է այդպես ավանդել բոլորին, ոչ միայն հայ ազգին, որովհետեւ հենց Հիսուս Քրիստոսը բոլորին հավասարացրել է եւ այդ իսկ պատճառով ես կարող եմ ասել Տիգրան Մեծը շատ սխալներ է թույլ տվել հենց վերջին պատերազմից եւ հետագայում ես կպատմեմ փոքր հայքի մասին ավելի մանրամասն, քանի որ փոքր հայքը կամ Պոնտոս պետությունը հենց ինքնին մաքուր հայկական պետություն է եղել, ճիշտ է, իրենց լեզուն եղել է հունարենը, բայց իրենք ինքնին հունական որպես պետություն չէ եղել, բոլորը այնտեղ հայեր են եղել եւ հույներ ընդհանրապես չեն եղել եւ նույնիսկ թագավորները հույներ չեն եղել եւ թագավորները եղել են հենց
Երվանդյան դինաստիայի մի ճյուղ է, այսինքն հայկական դինաստիա է եղել, եւ ես կարող եմ համարել, որ փոքր հայքի թագավորությունը կամ Պոնտոսի թագավորությունը հենց հայկական է եղել, մաքուր հայկական է եղել, ճիշտ է լեզուն տարբեր եղել, բայց բնակչությունը հիմնական հայեր են եղել եւ այդ պատճառով փոքր հայքի պետությունը ինքնին հենց հայկական պետություն է։ Այսքանը շնորհակալություն կհայտնեմ բոլոր այդ դիտողներին, բոլոր բաժանորդագրված անձանց եւ ցանկանայի ասել բաժանորդագրվեք բոլոր այն մարդիկ, ովքեր չեն բաժանորդագրվել, սեղմեք լայքերի կոճակները, ինչու՞ չէ նաեւ մեկնաբանություններ թողեք իմ վիդեոների տակ, որպեսզի ավելի հետաքրքիր պատմություններ եւ ավելի հետաքրքիր ձևերով ես մատուցեմ այդ պատմական հայոց պատմության մասին եւ ինչ նոր հետաքրքիր պատմություններ։